Պարոն Կոչուբաև, այսօր լսեցինք, որ հանրային մեղադրանքը բավականին մեծ պատիժ ուզեց ձեր պաշտպանյալի համար 7 տարվա ազատազրկում, սա առավելագույն պատիժներ, ինչ քրեական օրենսգրքով պահանջվում է, պարոն Կոչուբաև։ Այո, բնականաբար այդպես էր, բայց այստեղ հարցը նրա մեջ է, որ մի փոքր ինձ համար այդ տրամաբանությունն է անհասկանալի, եթե գործընկերները մեղադրանքի կողմից շարունակում են պնդել, որ այստեղ առկա սպանության հանցակազմի առկայություն, մի տեսակ պահանջել զանգվածային անկարգությունների առավելագույնը անտրամաբանական լուծում է, եւ սա նշանակում է, որ իրենց մոտիվացիան մեկ հիմք ունի, ընդհանրապես Թորգոմ Ասատրյանը ազատազրկվի։ Թե ինչ հոդվածով կլինի, ինչ կլինի, պարզապես դա այդպես էական չէ։ Կարևորը ազատազրկվելն է։ Կներեք, քանի որ բարձրաստիճան պաշտոնյայի հետ է առնչվում այս գործը, պարոն Կոչուբաև։ Գիտեք, եթե այս գործի մեջից հանենք Արարատ Միրզոյանի պաշտոնը եւ կապը իշխանությունների հետ, Թորգոմ Ասատրյանը դատանում չէր լինի։ Այսինքն սա ընդգծված քաղաքական երանգ եւ կոնտեքստ ունեցող գործ է եւ մինչեւ վերջ էլ փաստացի իրենց արեցին։ Իսկ ինչ վերաբերում է ինչի 7 այլ ոչ օրինակ 3, որովհետեւ հանցակազմը 3-ից 7 տարի ազատազրկում է նախատեսում, տեսեք ասում են խմբի կազմում է կատարել արարքը, հանցանքը կատարելիս ակտիվ է եղել, բայց դատանը Թորգոմ Ասատրյանին մեղավոր է ճանաչել զանգվածային անկարգություններ կատարելու մեջ, ինչը նշանակում է այդ բոլոր գործողությունների կատարում միաժամանակ, ինչ չէր կարող ծանրացնել արարքը։ Դա հենց արարքի նկարագիրն է, իսկ արարքի նկարագիրը չի կարող ծանրացնել արարքը։ Եվ սա նշանակում է մեկ բան, որ վերջ Ասատրյանը պետք է նստի, հոդվածը ինչ է, ինչ չէ, քանի տարի է, ինչ է, դա իրենց համար այդքան էլ էական չէ։ Իսկ մեր պարագայում ինչի մենք սկսեցինք խոսել ցածր պատժից եւ պատիժը պայմանականորեն չկիրառելուց, դա ընդհանրապես չարյաց փոքրագույնի հետևից գնալն է, այնպես չէ մենք կա քրեական օրենսգրքում որևէ հանցակազմ, որը մեզ համար ընդունելի է։ Չկա այդպիսի հանցակազմ, որը որակեն ասենք սա մեզ համար ընդունելի է, բայց պաշտպանական կողմը գտնում է, որ չարյաց փոքրագույն է, իսկ արարքի վերավորակումը չարյաց փոքրագույն է, իսկ դրա շրջանակներում նվազ պատիժ կամ պատժի չկիրառումը առաջին ատյանի մակարդակում մենք կհամարենք հաջողություն, որովհետև կրկնում եմ, այս իշխանությունների պարագայում սա էլ պետք է հաջողության նման մի բան համարել, որ անձը մեղադրվում էր սպանության փորձի մեջ վերավորակվեց կամ պատիժը պայմանականորեն չկիրառվեց, այսինքն ես ուզում եմ հանրությունը շատ սթափ նայի սրան, մենք այլ ելք չենք ունեցել, այնպես չէ, օրինակ հանցակազմը մեզ համար ընդունելի է, մենք խնդրել ենք դրա ցածր շեմը։ Պարոն Կոչուբաև, ձեր գործընկերներից փաստաբաններից կան մարդիկ, ովքեր տարբեր այլ քաղաքական երանգ ունեցող գործերով ասում են, որ այս դատավորի ակտը կանխատեսել է։ Հիմա այս դատարանը, այս դատավորի նախագահությամբ կանխատեսելի ակտ կկայացնի, կանխատեսվող վճիռ է լինելու։ Լինեմ անկեղծ, չափից շատ անկեղծ, իմ գործընկերները գուցե այդ անկեղծությունը չհասկանան, բայց դատավոր Չիչոյանի պարագայում ես կանխատեսելի դատական ակտ չեմ տեսել։ Նաև չպետք է մոռանանք, որ հենց Չիչոյանն էր այն դատավորը, ով Թորգոմ Ասատրյանի խափանման միջոցը փոփոխել էր տնային կալանք եւ Թորգոմ Ասատրյանը հիմա ԿԿՀ-ում է, որովհետեւ վերաքննիչն է բեկանել իր որոշումը։ Այսինքն Չիչոյանի պարագայում բոլոր այդ դիրքորոշումները շատ անկեղծ ընդունելով, բայց իր պարագային ես դա չեմ վերագրի, որովհետև ինձ համար օրինակ բոլորը կանխատեսում էին, որ Չիչոյանը մեղավոր կճանաչի հենց սպանության փորձով, բայց տեսանք արարքի վերավորակում եւ գուցե դա իր մասնագիտական մոտեցումն է, մեր համար դա այդպես էլ չէր կարող լինել, զանգվածային անկարգությունը չէր կարող լինել, գուցե դա իր մասնագիտական տեսակետն է, բոլոր դեպքերում այդ հարցի պատասխանը պետք է գտնենք դատավճռում, հա, բայց ես դատավորին կանխատեսելի բոլոր առումներով համարել չեմ կարող եւ իմ գնահատականը պայմանավորված է եւ քաղաքական եւ ոչ քաղաքական այլ գործերի հանրագումարով։